Հրապարակը գրում է, չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում է եւ միայն 3 տեղեկացրեց, որ մայիսի 7-ին խնածախում տանտանիք է վնասվել ադրբեջանական կրակոցներից, բայց խնածախից շարունակում են ահազանգեր հնչել, որ կրակոցները շարունակվում են։ Ավելին դրանք առավել թիրախային են դարձել, քաղաքացիական օբյեկտներին են հարվածում օրերս խնածախցիներից մեկի բակում, կրակոցների հետևանքով ոչխար է սատկել, իսկ նախորդին ադրբեջանական կրակահերթից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը։ Ժողովրդի տեղեկություններով Փաշինյանն այս օրերին լցված է սեպտեմբերի վերջին սպասվող ՔՊ վարչության նոր անդամների փնտրտուքի գործին աղբյուրը փոխանցում է, որ նա նպատակ ունի վարչությունը վերից վար փոխել։ Դա է պատճառը, որ այսօրվանից զտում է ՔՊ-ականներին, ամենավստահելիներին պատրաստվում բերել վարչություն։ Խիստ գաղտնի են պահում անձանց անունները, ում հետ նպատակ ունի աշխատել ՔՊ-ականներն այս օրերին թեժ քննարկումների մեջ են։ Շատերը մասնավոր զրույցներում նշում են, թե հստակ է, որ Փաշինյանը վարչությունում կպահի Վահագն Ալեքսանյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արուսակ Մանավազյանը կներառվի, Գևորգ Պապոյանը կլինի։ Վարչության մնացած անդամների ապագան ըստ թերթի մշուշոտ է։ Հրապարակն էլ գրում է, Փաշինյանը խորհրդանում վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ հատկապես թիրախավորել էր ընդդիմադիրներից մեկին առանց անուն տալու, թե Սևանի ափին քեզ որտեղից տուն։ ՔՊ-ականներից թերթին ասել են, թե հասցեատերը պաշտպանության նախկին նախարար Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է, որը Սևանի ափին առանձնատուն ունի։ ՔՊ կուլիսներում բուռն քննարկումներ էին առաջիկայում Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին, իսկ ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանը գրեթե բացեի-բաց խոստովանել է լրագրողների հետ զրույցում ասելով, թե դատախազը գալու է մարդկանց հետևից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան եւ մեջբերում եմ գնդակահարել երևանցիներին։ Սեյրան Մուշեղիչը մարտի 1-յան իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցրել եւ անցնում է մարտի 1-ի գործով, հիշեցնում է թերթը ու գրում 5-6 տարի նախաքննություն, դատաքննություն է ընթանում, իսկ մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածը բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչել, ուստի այս գործը վաղուց փլուզված է, եթե որևէ գործընթաց նախաձեռնեն, ապա դա լինելու է միայն նախընտրական, քարոզչական նպատակով։ Ժողովուրդը գրում է, ԱԺ-ի ընկերական գնումների զավեշտն ու կոռուպցիոն շղթան 3 բացահայտել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որին ի պատասխան ԱԺ նախագահը փորձել է ստելով պաշտպանվել, այդպես էլ չասելով, թե ոսկե համրիչը ԹԶԲՀ ում համար էր։ Ազգային ժողովին անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին է ներկայացրել հաղորդում ենթադրյալ հանցանքի մասին, որտեղի թիվս այլ խայտառակ փաստերի նշել է պետական գնումների թափանցիկության հիմնավոր հարցը, մասնավորապես նա հայտարարել է, որ 23-25 թվականներին ազգային ժողովին ծառայություններ է մատուցել 47 դիզայն ՍՊԸ-ն, որի տնօրենը Արսեն Մելիքսեթյանը Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Այդ ընկերությունից ազգային ժողովը 23 թվականին կատարել է գնում, ձեռք է բերել ոսկե համրիչ ԹԶԲՀ 2.200.000 դրամով, թե ում համար է գնվել ԹԶԲՀ, ով է որոշել դրա անհրաժեշտությունը, ինչու չկա հաշվետվություն, այս մասին խորհրդանում հարցեր է հնչեցրել Թովմասյանը, ի պատասխան Ալեն Սիմոնյանը բացատրություն չի տվել, թիրախավորել է թերթին, ինչին պատասխան կստանա փաստերով, կարդում ենք ժողովրդում։ Հրապարակն էլ գրում է, որ Մոսկվայից հետո մայիսի 10-ին Փաշինյանը կլինի Սյունիքում, մասնակցելու տիկնոջ կրթարշավին, հնդածս իր գրաֆիկն է համապատասխանեցրել, մի քանի այցելություն կունենա մայիսի 11-ին կրթարշավի շրջանակում Քաջարանք այցելի թերթին պատմել են, որ քանի օր է վարչապետի թիկնազորը սանրում է տարածքը, անվտանգային միջոցառումներ են արվում, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն էլ հոր նկարիչ Հրանտ Դանիելյանի ցուցահանդեսի բացումն է նաև այդ օրը պլանավորել եւ հրավիրել է Փաշինյանին Երևանից արարողակարգից ու թիկնազորից ցուցասրահի տարածքն են զննում, գրում է թերթը։
Ժողովրդի վստահելի աղբյուրներն էլ փոխանցում են հակակոռուպցիոն կոմիտեն մոտ օրերս կավարտի Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործը, որի առանցքում խախտված ընթացակարգեր, խիստ պահանջված անասուններ ու $300,000 կանխիկ կաշառքն է։ Անհնազանդության դիմաց համաձայն ցուցմունքների Աղազարյանը պատրաստակամ է եղել օգնելու, որ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվեն մանր եղջերավոր անասուններ շրջանցելով պետական ընթացակարգերը, բայց ինչպես հասկանում եք, պետության սահմանները հեշտ չեն բացվում, նույնիսկ падգամավորի մանդատով այդ գործով մի քանի մեղադրյալ կա, ի վերջո պարզվում է մանր եղջերավորները ավելի լայն ճանապարհ են անցել, քան երբեմն խիղճն ու օրինականությունը, գրում է թերթը։